Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակի տեղեկություններով այսօր հուլիսի 7-ին հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Արթիկի գլխավոր ճարտարապետին Արկադի Գրիգորյանին։ Մեզ հասած լուրերի համաձայն քրվարույթը կոռուպցիոն գործարքի է վերաբերվում։ Խոսքը գնում է 4 միլիոն դրամի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր զանգերին չեն պատասխանում մանրամասները ճշտելու համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՎՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը շարունակում է մնալ հանրային եւ քաղաքական քննարկումների առանցքում։ Ուշադրության են արժանի ոչ միայն առաջադրված մեղադրանքները, այլև ողջ գործընթացի կազմակերպման իրավական տրամաբանության ու ցուցադրական բաղադրիչը։ Երեկ հենց Ծառուկյանը կալանավորվեց, իսկ րոպեներ անց ՔԿ-ն տարածեց տեսանյութ։ Այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը պետք է նստի, գործնական փուլ մտան նրա նաև իրավապահների գործողությունները։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը սկսեց լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվեցին շուրջ 13 ժամ տևած խուզարկությամբ։ Դրանից հետո քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ քննվող քրեական վարույթը ձեռք է բերվել տվյալներ, ըստ որոնց Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խումբը 2022-24 թվականներին առերևույթ իրականացրել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ում գրեթե ավարտվել է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, ԱԺ նախագահի փոխնախագահների խմբակցության ղեկավարի թեկնածուներն արդեն ընտրված են, մնացել են խմբակցության քարտուղար եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, 12 մշտական հանձնաժողովներից 9 Դոնթի բանաձևով բաժին է հասնում ԿՊ-ին, 3-ը ուժեղ Հայաստանին, իսկ Հայաստան դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում։ Արդյոք ընդդիմությունը կստանձնի պաշտոնները եւ ուժեղները 21-ի օրինակով մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոն կզիջեն կրտսեր գործընկերներին։ Հարցի պատասխանն ուժեղ Հայաստանում դեռ չունեն, ավելին անգամ որոշում չունեն կվերցնեն պաշտոնները, թե կբոյկոտեն դրանք, իսկ ԿՊ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Առաջ ԱԺ ֆրակցիան է ընտրել հանձնաժողովների նախագահների թեկնածությունը, այս անգամ խոսակցություն կա, որ վարչությունն է ընտրելու։ Հրապարակ թերթը գրում է. հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում, երեք տեղեկացան, որ падգամավորներից որևէ մեկը հանձ չի առնում ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը, կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։ Падգամավորները կարծում են, որ այդ ծանր առաքելություն պարտականությունը պետք է իր ուսերին վերցնի իշխող կուսակցությունը, ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի կամ Սամվել Բաբայանի թիմակիցները։ Հրապարակ թերթը գրում է. ի թիվս այլ օբյեկտների նախորդին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաև ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում։ Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ տեղեկացանք, որ ընդամենը 6 ամիս առաջ ՀԱՕԿ-ում աուդիտ է անցկացվել եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող էին հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։ Մասնավորապես աուդիտն իրականացվել է անցած տարեվերջի դեկտեմբերի 31-ին եւ բաց արդյունքներով կա նաեւ իր հրապարակված եզրակացությունը։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ Փաշինյանը նրան չի ներում իր հասցեին արված հայտարարությունների համար, ու այս ամենը ոչ մի կապ չունի իրավախախտումների հետ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքներ ըստ ամենայնի չի տվել։ Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայել Միշուստինին, հաշվի առնելով վերջին ամիսների հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները, սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի հասնել առնվազն որոշակի պայմանավորվածությունների, որոնք կթեթևացնեն հայկական բիզնեսի առջև ծառացած դժվարությունները։ Սակայն օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։ Մեր տեղեկություններով հանդիպման ընթացքում
քննարկումների փորձեր եղել են, սակայն որևէ առանցքային հարցի շուրջ գործնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մասնավորապես չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շուրջ առկա սահմանափակումների հարցում, չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները։ Ես զարմանում եմ իրականում հոդվածագրի այս մտքի վրա, որ սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առնվազն որոշակի պայմանավորվածություններ գալ։ Ռուսաստանի Դաշնությունը պետություն է, որի դեպքում պայմանավորվածություններ ձեռք են բերվում միայն առաջին դեպքի հետ, Վլադիմիր Պուտինի հետ, եւ ցանկացած նորմալ պետություն այդպիսին է։ Ասենք պատկերացրեք Հայաստանի հետ որևէ խնդիր մեկը ունենար, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեր նրան ընդունել եւ ասենք Մեհեր Գրիգորյանը ընդուներ ու Մեհեր Գրիգորյանի հետ նրանք պայմանավորվածություններ ունենան։ Միխայել Միշուստինը մոտավորապես այն կարգավիճակ ունի, ինչ Մեհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունում կամ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետությունում։ Թեպետ Մեհեր Գրիգորյանը առավել մոտ է, որովհետև կառավարական լծակներ կան՝ ի տարբերություն Վահագն Խաչատուրյանի։ Անլուրջ էր սպասել, որ Միշուստինի հետ հնարավոր է ձեռք բերել պայմանավորվածություններ։ Փաշինյանին այն Պուտինի հետ հանդիպման մերժումը եւ Միշուստինի հետ հանդիպման կազմակերպումը արդեն ուղերձ էր, որ որևէ հարց չի լուծվելու, ուղղակի ուզեցել ես գալ Ռուսաստանի Դաշնություն, պիտի ինչ-որ մեկը քո հետ հանդիպի, կհանդիպի։ Եթե այսպես շարունակվի, ասենք կարող է Եկատերինբուրգի մարզպետը ընդունել Նիկոլ Փաշինյանին կամ ասենք ինքը փորձի պայմանավորվածություններ ձեռք բերել Կրասնոդարի գուբերնատորի հետ։ Սա էլ տարբերակ է։ Ես կարծում եմ, այ Կրասնոդարի դեպքում գուցե հնարավոր լինի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով առաջիկա օրերին ուժեղ Հայաստան խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման եւ քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։ Մեր տեղեկություններով խմբակցության ղեկավարի հարցն արդեն փաստացի լուծվել է, այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղարի հարցը դեռևս բաց է։ Ինչ վերաբերվում է ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնին, ապա քննարկումների արդյունքում թիմում առավել հակված են պաշտոնում առաջադրել Արամ Վարդևանյանին, թեև նախկինում հավակնորդների թվում ակտիվորեն քննարկվում է նաև Էդգար Ղազարյանի անունը, սակայն նրա կողմնակիցների թիվը խմբակցության ներսում զգալիորեն նվազել է։ Պաշտոնների բաշխումը ուժեղ Հայաստանի միակ գլխացավանքը չէ, խմբակցությունն արդեն հասկանում են, որ խորհրդարանում իրենց առջև լուրջ բախումներ լինելու է ազգային ժողովի ղեկավար մարմինների ձևավորման ընթացքում։ Ընդդիմադիր շրջանակներում մտավախություն կա, որ իշխանությունը կարող է կրկնել նախորդ գումարման ազգային ժողովի գործելավոճը եւ ընդդիմությունը կրկին զրկել այն լծակներից, որոնք խորհրդարանական վերահսկողության կարևոր գործիքներ են համարվում։ Իհարկե միանշանակ պետք է ընդունել, որ խորհրդարանական վերահսկողության խիստ կարևոր գործիք է ԱԺ նախագահի պաշտոնը, որտեվ փոխնախագահ բարձր է նստում եւ եթե ընդդիմադիրներին այնտեղ ծեծեն, վերահսկողություն կարող է իրականացվել ավելի բարձր դիրքից, իսկ եթե լուրջ, ապա որևէ պաշտոն խորհրդարանում, այո, մանդատների հարցում իհարկե այդտեղ գործիքակազմ կա, բայց բավական թույլ, բայց խորհրդարանում որևէ պաշտոն ընդդիմությանը, հատկապես հասարակությանը որևէ բան չի տալու, եթե մանդատների դեպքում կարող ենք ասել ինչ-որ բան տալիս է, հնարավորություն է տալիս, չգիտեմ, բանտեր այցելել, մարդկանց մենակ չթողնել քաղաքական բանտարկյալներին եւ այսպես շարունակ, կամ անձեռնամխելիություն է տալիս, թեպետ Նիկոլ Փաշինյանի օրոք անձեռնամխելիություն գոյություն չունի եւ այդ ինստիտուտը ոտնահարվել է որքան հնարավոր է, ապա խորհրդարանական այլ պաշտոններ ուրիշ որևէ բան չեն տալիս, բացի նրանից, որ առավել բարձր աշխատավարձ են ապահովում, ուժեղ Հայաստանում էլ կարծում ենք հասկանում եք, որ որևէ մեկը բարձր աշխատավարձի կարիք չունի, եթե անհրաժեշտություն լինի, իրենց ֆինանսական խնդիրները կլուծվեն։ Այնպես որ սպասենք, տեսնենք ընդդիմությունը ինչ մոտեցում է ցուցաբերում եւ արդյոք կվերցնեն այդ պաշտոնները թե ոչ եւ ինչ մեկնաբանությամբ։ Մինչ անցնենք պոլիտիկայի մի հոդվածին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ ծանոթանալ պոլիտիկայի մեկ հոդվածի, ուրեմն 3 հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն ուժայինների մուտքի կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները 70-ամյա Գագիկ Ծառուկյանին պարկեստում հատակին, իսկ այդ կադրերը հետագայում տարածվում են պաշտոնական հաղորդագրության շրջանակում։ Եթե հաշվի առնենք, որ դրանից հետո ուժայինները շուրջ 10 ժամ շարունակ մնացել են Ծառուկյանի առանձնատանը, դժվար է ենթադրել, որ նրանց հիմնական մտահոգությունը վերջինիս հնարավոր փախուստն էր։ Ավելի շուտ տպավորություն է ստեղծվում, որ գործողությունը պետք է ուղեկցվեր նաև հնարավորինս ցուցադրական եւ նվաստացուցիչ կադրերով։ Այս ամենը հիշեցնում է ուղիղ 11 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Գագիկ Ծառուկյանի դեմ սկսվեց լայն քաղաքական արշավ։ Այն ժամանակ նրան փորձում էին հեղինակազրկել կուսակցական ամբիոններից եւ հրապարակային վիրավորանքներով։ Այսօր շատերի գնահատմամբ նույն նպատակը փորձ է արվում իրականացնել ուժային գործողությունների կադրերի միջոցով։ Հենց այս իմաստով Նիկոլ Փաշինյանը կարծես շարունակում է Սերժ Սարգսյանի քաղաքական գործելակերպը։ Փոխվել են իշխանությունները, բայց քաղաքական հակառակորդների նկատմամբ կիրառվող որոշ մեթոդներ ակնհայտորեն հիշեցնում են անցյալը։ Պատահական չէ նաև, որ երկու ղեկավարների քաղաքական գլխավոր հակառակորդների ցանկում հաճախ հանդիպում են նույն անունները։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։